ում խաբեց։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Մի տղա նստած էր ջրաղացի կողքին, կրակի մոտ։ Ջրաղացպանը եկավ, հարցրեց. «Ինչ ես անում, տղա»։ «Բաղարջ եմ թխում»։ «Հապա ալյուր որտեղից գտար»։ «Մի քիչ ցորեն ունեի քո ջրաղացում աղացի»։ «Հապա ցորեն որտեղից»։ «Առավոտյան հնձվորներին ջուր տարա, նրանք ինձ մի փոքրիկ խուրձ ցորեն տվեցին, ձեռքով կալսեցի ցորենը ու աղացի։ Հիմա բաղարջը թխել եմ ուզում եմ տակ տանել հայրիկիս ու մայրիկիս, նրանք գյուղապետի արտն են հնձում»։ «Հայրդ ու մայրդ կարծես քո բաղարջին էին մնացել, բեր երկուսով ուտենք»։ «Իսկ դու ջրաղացպան մարդ իմ բաղարջին ես մնացել, չէ՞ որ դու ամեն օր պարկերով ցորեն ես հավաքում»։ «Ցորեն էլ ունեմ, ալյուր էլ», ասում է ջրաղացպանը, «ուզածիդ չափ էլ հաց ունեմ, բայց ձեռքով կալսած ցորենի բաղարջ չեմ կերել, պետք է որ շատ համով լինի։ Եկ իրար խաբենք, եթե ես քեզ խաբեմ, բաղարջը կտաս ինձ, իսկ եթե դու խաբես, հորդ ցորենը ձրի կաղամ։ Եղավ»։ «Եղավ, սկսիր», համաձայնում է տղան։ Ջրաղացպանը բեղերը ոլորում է ու սկսում. «Հայրս, թող հողը թեթև լինի նրա վրա, պարտիսպան էր, մի անգամ նա ձմերուկ տնկեց Դանուբի ափին, մի տունկը այնպիսի երկար ցողուն էր թողել, որ մինչև դիմացի ափն էր հասնում։ Մարդիկ սկսեցին կամուրջի տեղ օգտագործել այն, բայց ցողունի ճիշտ մեջտեղում մի մեծ ձմերուկ էր աճել, ով որ անցնում էր կողքով, կտրում էր վրայից և ուտում։ Ես էլ եմ այդ ձմերուկի համը տեսել, քեռի», ընդհատում է նրան տղան։ «Նման բաներ հաճախ են պատահում աշխարհում, բայց հիմա դու լսիր, թե իմ հայրն ինչ արեց։ Հայրս մի մեծ փեթակ ուներ, միջի բոլոր մեղուներն իրենց անվանումն ունեին, և նա ամեն երեկո անուններով ստուգում էր դրանց։ Մի երեկո Լիսաբրիազան իր տեղում չէր։ Մեկ էլ տեսանք գալիս է ներքևից, ծանր բեռներով լցված մի սայլ քարշ տալով։ Մի կողմից 12 զույգ եզներ էին սայլը քաշում, մյուս կողմից միայն ինքը։ Երբ լուծն արձակեցին, խեղճի վիզը տրորվել էր, կարմրել։ Հայրիկին ասացին, որ մեղվի վիզը ընկույզով շոգեհարի և քերծվածքն անմիջապես կանցնի։ Երբ հայրիկը շոգեհարեց մեղվի վիզը, տեղը մի մեծ ընկուզենի բուսավ։ Այդ ընկուզենին շատ ու շատ պտուղ տվեց։ Ով որ կողքովն անցնում էր, թափ էր տալիս իր համար։ Մեկը մահակն էր վեր գցում, մյուսը քար էր շպրտում, երրորդը չոր կոշտուկներ։ Այդ բոլորը գնում կախվում էր ծառի ճյուղերից։ Վերջի վերջո ընկուզենու վրա մի ամբողջ դաշտ գոյացավ։ Հայրս գնաց վարեց այդ դաշտը ու կորեկ ցանեց։ Ինչ որ մի կենդանի սովորել էր տեղը և միշտ գնում ուտում էր կորեկը։ Հայրս էլ մի խրտվիլակ սարքեց, որպեսզի վախեցնի դրան։ Սա իրիկունը նորից է գալիս, կպչում խրտվիլակից։ Խրտվիլակն ասում է «խր» ու տեղը մի գյուղացի է հայտնվում, ձեռքին մի երկար եղան բռնած։ Գյուղացին ասում է. «Ջրաղացպան, աղքատ տղայի հոգու հետ մի խաղա, բաղարջը տուր թող ուտի, թե չէ հիմա այս եղանը կխաղա մեջքիդ»։ Ջրաղացպանը ծիծաղում է. «Ապրես տղաս», ասում է նա, «վարպետորեն խաբեցիր ինձ ու բաղարջդ էլ փրկեցիր»։